Պարոն Քոչարյան, Քազարշավի անցնող օրերի ինչպես կգնահատեք։ Այսօր չէ էլի։ Այդ խոսույթներին ձեր Ոնց կարող եմ, նորմալ չէ այդ խոսույթը, նորմալ չէ որ 8 տարի ունենք նման ղեկավար ու բնականաբար դրանից բխող ոչի բան չի կարող նորմալ լինել։ Այսօր Փաշինյանն ասում էր Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի համար պետք է պատասխան տա։ Փաստեր ունի, որ այդպես է խոսում։ Եթե ունենար ինչ-որ բան կլներ, չէ, արել են, այդ մարդուն տարեն նստացրել են, տարի ու կես, հետո պարզվել է բոլորի համար նաև, որ այդ ամեն ինչ ապօրինի էր, կեղծ էր, ինչ էլ ասես այդ մարդուն, էլի, իրան ընտրողը հարց չունի, իրան 8 տարյան ու երկն ես երկում, լավ եկել ես, այնպիսի իշխանություն ունես, որ ոչ մեկ, ես պատասխանատու ձևով հայտարարում եմ, ոչ մեկ Հայաստանի Հանրապետությունում որևէ իշխանություն այս կարգի իշխանական լծակներ չի ունեցել կենտրոնացած միտեղ, ոնց որ Նիկոլ Փաշինյանը, ու եթե այդ ամեն ինչով հանդերձ այն կեղծիքները, որ ինքը որպես թերթի խմբագիր, որպես կլաուզնիկ այսքան տարիների ընթացքում տարածել է, լինելով իշխանություն, ինքը չի կարողացել որևէ բան ապացուցել։ Հիմա չգիտեմ, էլի մեր ժողովուրդը ինձ թվում է պետք է հետևություն անի, որ ասա եկել ես 8 տարի խոստումները հիշեք, ինչ խոստումներով ա եկել, 21-ին ինչ խոստումներով ա վերընտրվել ու որ մեկն է դրանցից արել, որ մի հատ էլ հասկանում եք, Իրան ասում է մի բոթասով եկել եք, մի բոթասով էլ գնալու եք։ Սենց որ այդ իրանց հիմարությունները մեկնաբանենք իսկական շատ երկար ենք էլի մնալու սուտ է, այդ ամեն ինչը սուտ է, իրանց հերթական հիմարություններն է, նույնը էլի եմ ասում, 8 տարի դուք եք, ինչ եք կարողացել ապացուցեք, ինչ եք կարողացել ցույց տալ, չենք փախել, չենք թռել, չենք վախեցել, այստեղ ենք դեմներդ կանգնած, հետներդ կռիվ եք տալիս, ինչ եք կարողացել ցույց տալ, որ մի հատ էլ ժողովրդի նորից են բան հույզերի վրա խաղում ենք, չկարելի չէ։ Ինչպես կգնահատեք այն հարցումները, որոնք հրապարակվում են ամերիկյան հեղինակավոր կազմակերպությունների կողմից եւ համաձայն որոնց միայն ՔՊՆ-ն է անցնում խորհրդարան։ Ինձ թվում է այդ հարցումները հենց այդ հիբրիդային պատերազմ կոչվածի մի մասն են կազմում, անկեղծ ասած, որովհետև նույն օրը հարցումը հրապարակվում, երկու հարցում իրարից այնքան տարբեր են, չգիտեմ, պլյուս այս վախի մթնոլորտը որ կա, այլանդակ ձևի որ կա, ես չգիտեմ մարդիկ ինչքանով ընդդիմադիր լինելով հեռախոսային հարցումներին ինչքանով կպատասխանեն ու անկեղծ կլինեն, որովհետև մենք ամենուր տեսնում ենք այս վախի մթնոլորտը։ Շնորհակալություն։